Ուրեմն մենք արդեն գիտենք պարզել, թե եթե երկու ենթատարածություն են տված, նրանք երբ են իրար հավասար կամ մեկը մյուսին երբ են պարունակում։ Բայց նրանց մեջ ուրիշ փոխհարաբերություններ կարող են, չէ՞, տեղի ունենալ։ Օրինակ երկու ենթատարածությունների համար U եւ V, U եւ W, նրանց հատումը կա։ Կամ կարելի է նրանց գումարը սահմանել։ Եկեք այսպես անենք։ Քանի որ այս ենթատարածությունների թեմայում ես սրանց վրայով շատ արագ եմ անցել, հələ մի հատ վերհիշենք, որը ինչ է։ Ենթատարածությունների հատումը U-ն եւ W-ն ենթադրենք երկուսն էլ ենթատարածություններ են մեր V տարածությունում։ Նրանց հատումը, որ նույնպես ենթատարածություն է, այդտեղ ակնհայտ է, չէ՞։ Օրինակ այն հայտանիշով ենթատարածություն լինելու հայտանիշով կամ երկրորդ սահմանմամբ ուրիշ խոսքերով ասած, ոնց կարելի է ստուգել, որ ենթատարածությունների հատումը ենթատարածություն է։ Դե եթե մայական V պլյուս U-ն պարունակում է համ U-ին, համ V-ին, հետևաբար կպարունակի իրենց, եթե հատման եք պարունակում էր, հետևաբար իրենց էլ կպարունակի ու նույնն էլ անգամ V-ն։ Այո, ցանկացած երկու վեկտորներ, եթե երկուսն էլ հատումից են, քանի որ ամեն մեկը առանձին ենթատարածություն, նրանց գումարը նույնպես հատման առաջի կոմպոնենտից էլ է, երկրորդ կոմպոնենտից էլ է։ Հետևաբար ենթատարածությունը նույնը սկալարով բացպատկելու հաշվով։ Ահա, ուրեմն ենթատարածությունների հատումը հասկացանք ինչ է։ Հələ մի հատ էլ պրիմիտիվ օրինակ պատկերացնենք։ Եթե մենք R3-ում ենք գտնվում, մի ենթատարածությունը այս մի հարթությունն է, մյուս ենթատարածությունն էլ այս մյուս հարթությունն է։ Տեսնում եք, երկու հատ հարթություններ գալիս են սենց ոնց որ գրքի էջեր միմյանց հատելով անցնում են։ Այս հատումն էլ այս մեր L ուղիղն է։ Եղավ այս նորվա պատմությունը, երկու ենթատարածությունների հատումը նույնպես ենթատարածություն է, որը ուղիղն է, եւ այս բոլորը միասին իհարկե անցնում են O կետով։ Հաջորդ հասկացությունը, որ ուզում եմ մի հատ լավ վերհիշենք, նոր առաջանցնենք, դա գումարն է, ու գումարած W-ն, եթե երկու տարածություններ են տված։ Դա ինչ բան է։ Տարածություններ։ Այո, բայց սահմանումը կարող եք հիշեցնեք, սա սահմանել էինք որպես ինչ։ Որպես sense փոքրիկ ու գումարած W զույգերի բազմություն, որտեղ U-ն U-ից էր, W-ն W-ից էր։ Նայեք, սրա կիրառության նմուշը որն է, ասենք մեր R2-ի մեջ վերցրել եմ մի հատ ենթատարածություն U-ն X-երի առանցքն է, իսկ ենթատարածություն W-ն էս էլ Y-ների առանցքն է։ Այստեղից U-ից վերցրած պատահական վեկտորներին, եթե գումարեմ W-ից վերցրած պատահական վեկտորներ, արդյունքում դուք ասեք ինչ կլինի ու գումարած W-ն այս դեպքում։ Հեռագծի կանոնով, հա, գումարում ենք։ Հեռագծի կանոնով այս մի վեկտորը կհայտնաբերվի, իսկ այս դեպքում այս մի ուղիղը, եթե սա L1-ն է, այն էլ L2-ն է։ Ստեղ L1 գումարած L2-ը ինչ է։ R2-ը Ապրեք, ամբողջ R2-ը կլինի։ Եղավ։ Եվ այն մեր տարական կանոններով դյուրին կերպով ստուգվում է, որ ենթատարածությունների գումարը միշտ ենթատարածություն է։ Չէ, եթե երկու վեկտորը այս գումարից են, նշանակում է, եթե երկու վեկտորը երկուսն էլ այս գումարից են, այսինքն առաջի վեկտորը U1 գումարած W1 տեսքի է, երկրորդ վեկտորը U2 գումարած W2 տեսքի է, չէ։ Երկու վեկտոր, ասենք սա A-ն է, այս էլ B-ն։ Դե դեպքում A գումարած B-ն ինչ կլինի։ Կոմուտատիվությունը հաշվի առնելով չի լինի U1 գումարած U2 գումարած W1 գումարած W2։
Սա էլ հաստատ եղավ այստեղից։ Դե մենք արագորեն վերհիշեցինք, թե ինչ է ենթատարածությունների հատումը եւ գումարը։ Հիմա անցնենք մեր ալգորիթմին։ Տեսեք, ինչ դյուրին է առաջի ալգորիթմը։ Ենթատարածությունների գումարը շատ ու շատ հեշտ է գտնել։ Ինչ է նշանակում։ Ենթադրենք երկու հատ ենթատարածություններ կան U եւ W եւ նրանց գումարը գտնել։ Ենթատարածություններ կան, դա նշանակում է ինչ։ Յուրաքանչյուրը իր տնից բազմությամբ է տրված։ Տեսեք, ալգորիթմը այնքան կարճ է, որ նույնիսկ հարկ չեմ համարել ալգորիթմ տեսքով գրեմ։ Պարզապես մեր արդեն իսկ իմացած ալգորիթմներից ինչ որ մեկի տառացի կրկնությունն է։ Որի կրկնությունն է։ Մեզ պետք է երկու ենթատարածություններ տված են, երկուսի համար էլ տնից բազմություններ են տված, պետք է մենք բազիս գտնենք նրանց գումարի համար։ Տեսեք, երկու այդ տնից բազմությունները, որ տված են, ուղղակի միացրեք իրար, կցագրեք իրար եւ դրանց մեջից ընտրեք մաքսիմալ գծորեն անկախ ենթահամակարգ։ Դա էլ կլինի բազիս գումարի համար։ Պարզ է, չէ՞։ Գումարի յուրաքանչյուր տար մի հատ առաջի ենթատարածության, մի հատ երկրորդ ենթատարածության վեկտորների գումարի է հավասար, դե մաքսիմալ գծորեն անկախ որ համակարգը գտնենք, նույնպես դրա գծային կոմբինացիա կլինի եւ իսկ այդ նման համակարգ լուծելու ձևը գիտենք, այն որ սյուներով շարում ենք, տեսնում ենք ինչ կլինի։ Օրինակ, ենթադրենք ու V-ն երկուսն էլ V4 տարածության մեջ վեկտորներ են, առաջինը այս 3 հատիկով է ծնված, երկրորդը այս 4 հատիկով է ծնված։ Ընդ որում, նույնիսկ մինչև ալգորիթմը կիրառելը կարելի է հեշտությամբ ստուգել, որ երկուսի չափողականությունն էլ 3 է ռանգերով։ Հիմա ու գումարած W-ի բազիս ենք ուզում գտնենք, ոնց։ Այդ 3 հատ վեկտորները շարում ենք ստեղ, հաջորդ 4 հատ վեկտորները շարում ենք ստեղ, ստացվեց ուրեմն 3, 4, 7-ի վրա միացնեց մատրից, բերում ենք աստիճանաձև տեսքի։ Այս աստիճանաձև տեսքը։ Գագաթային են առաջի, երկրորդ, երրորդ եւ 5-րդ սյուները։ Հետևաբար, որպես ու գումարած W-ի բազիս, վերցնենք որ վեկտորը, այս առաջինը, այս 3 հատիկը, այս 3 հատիկը ում հետ միասին։ Կասեք։ W2-ի հետ, այսա այն 3 հատիկի հետ միասին։ Եվ գրում ենք այսպես, ու գումարած W հավասար է սփան ու 1 ու 2 3 W2, կամ էլ սենց տեսքով կարելի է գրել։ Իրեւ ստեղ մի հատ հավելյալ միտք էլ կարելի է ասել։ Տեսնում եք, սրանցից ամեն մեկը 3 չափանի էր, տեսա, ստեղ ստացել ենք, նայեք, այս ենթատարածությունները, բայց նրանց գումարը լինում է 4 չափանի, ընդ որում ամբողջ դեպքերը տեղի ունենում R4 տարածության մեջ, որը ինքը նույնպես 4 չափանի է, ուրեմն այս սրանց գծային թաղանթը, այսինքն ու գումարած W-ն, պարզապես հավասար է ինչին, մեր ամբողջ տարածությանը, որը R4-ն է։ Ուշադիր եղեք, նման դեպքերը պետք է հատուկ շեշտադրել, չէ՞, եթե երկու ենթատարածությունների գումարը ամբողջ տարածությունն է տալիս։ Մի քիչ թույլ պատասխան կլներ, եթե ես պարզապես գրեի ու գումարած W-ն հավասար է այս սրան։ Հա, բայց դուք չեք տեսնում, որ սա պարզապես R4-ն է, որտեղ ամբողջ տարածությունը ինքը 4 չափանի է, այս այստեղ 4 հատ վեկտոր գրած է։ Եղավ։